ես քեզնով հպարտանում եմ։ Շնորհակալություն, հուզվեցի շատ։ Ինչու են գնում հայերը։ Դե բարդ է ասել, որովհետև ես վերադարձել եմ։ Մեր այսօրվա հյուրն է Կարինե Հովհաննիսյանը, միլենիալ, ծրագրավորող, հայրենասեր եւ ձեր խոնարհ ծառայի դուստրը։ Դու հիշում ես փոքր ժամանակ ինչ էիր ուզում դառնալ։ Իհարկե։ Ես շատ բան էի ուզում դառնալ տարիքի տարբեր տարիքներում։ Ամեն ինչ սկսեց ծրագրավորողից եւ ժուրնալիստից, համապատասխանաբար իմ մամայի եւ պապայի աշխատանքները։ Հետո ինչ որ պահի ես որոշեցի, որ ես պիտի դառնամ բրոկեր, որովհետեւ ինձ ասել էին, որ բրոկերները հարուստ են։ Ի վերջո լիքը տանջանքներից հետո ես դարձա ծրագրավորող, ոնց ի սկզբանե որոշել էի։ Ահա, քեզ փոքրիկ տարիքում երբ հարցնում էին, ինչ քո ծնողները ինչ են աշխատում, դու ասում էիր հայրս գիրապրոտ է, ինչը նշանակում էր ծրագրավորող, մայրս ժուրնալիստ, այդպես էիր ասում, բայց այսօր ինձ համար անակնկալ էր, որ ծրագրավորող դառնալը քեզ համար այդքան շուտ ստեղծված, ծնված երազանք էր։ Դեն զարմացրեց։ Ինձ թվում էր, որ դու նկարիչ էիր ուզում դառնալ ինչ-որ մի պահից։ Դա շատ կարճ տևեց, իսկ ծրագրավորողը դե ի սկզբանե դա բնականաբար ծնողին կրկնօրինակելու միջոց էր, երկու ծնողներից մեկին։ Ուղղակի հետո այնց ստացվեց, որ 7-րդ դասարանի տարիքում մոտավորապես ես արդեն հստակացրեցի եւ հասկացա մոտավորապես թե ինչ առասարակ նշանակում, թե ինչ անում իմ պապան։ Ու զգացի, որ դա եւ ինձ հետաքրքիր է եւ միգուցե ինձ մոտ կստացվի։ Փաստորեն 7-րդ դասարանում դու ընկալեցիր, թե ինչ է IT ոլորտը, տեխնոլոգիաները, դու քեզ համար արդեն գիտեիր։ Շատ մշուշված էր։ Էլի այդ ժամանակ շատ մշուշված էր, քիչ ինչ որ մարդկանց հետ շփվելով, ինչ որ բաներ կարդալով, նայելով ավագ դպրոցում արդեն դա կարծրացել էր որպես ապագա մասնագիտության ընտրություն։ Կարճան, դու հենց դպրոցը ավարտելուց հետո անընդմեջ խոսում էիր աշխատելուց, ինչը շատ զարմացնում էր ինձ եւ քո հայրիկին։ Որովհետեւ մենք մտածում ենք, որ բա պետք է վայելել այդ ուսման տարիները, պետք է վայելել երիտասարդությունը, բայց դու քոնն էիր պնդում։ Ինչն էր պատճառը։ Երկու պատճառ կար երևի։ Նախ իմ մթնոլորտը, համալսարանի մթնոլորտն ու շրջապատը։ Ես երևի իմ կուրսում վերջին մարդն էի, որը որ սկսեց աշխատել։ Ամեն դեպքում դա ես տենց էի ընկալում այն ժամանակ։ Իրանք բոլորը զուգահեռ համալսարանին աշխատում էին եւ ինչ որ արդեն ստաժ ունեին եւ ինչ որ ձեռքբերումներ ունեին, որին ես ինչ որ չափով նախանձում էի։ Ու նաեւ ինձ համալսարանում ծանծրալ էր մի փոքր։ Այդ ակադեմիկ մոտեցումը իմ համար 12 տարի անց ցանկություն կար մի քիչ ավելի ռեալ կյանքին դիպչելու։ Այ վերջապես հասկացա ես։ Այդ ծրագրավորում ասածի մեջ ինչն է քեզ տալիս կայֆ, իսկ ինչը գլխացավ։ Երևի կայֆ որպես այդպեսին հենց process-ն է։ Ու այն զգացողությունը, թե ինչ ես դու զգում, երբ որ ինչ որ բան ստացվում է, ու դա կարա լինի, ասենք 3 ժամից, 4 ժամից, 2 օրից եւ այլն։ Այդտեղ կա ստեղծագործական ինչ որ զգացողություն։ Այո, իհարկե, որովհետեւ դա քո երեխան ոնց որ լինի, այդ քո բագը, որը որ դու ուղեցիր, դու ժամանակ եւ ջանք եւ ինչ որ լիքը ռեսուրսներ ես ներդրել իր մեջ ու ինքը ստացվել է վերջապես ու այդ կոդ գրելը ինքը իրանով շատ ստեղծարար process է չնայած որ լիքը մարդի հետ երևի չի համաձայնի շատ տարբեր ձև կա ամեն ինչին մոտենալու ու ժամանակի ընթացքում սկսում ես քո ձեռագիրը ունենալ նույնիսկ կոդ գրելու ժամանակ
Հա, ինձ համար դա ինչ որ չինական գիտություն է, ես չեմ պատկերացնում, բայց քո այս խոսքից ես իսկապես համոզվեցի, որ դու սիրում ես քո գործը։ Բայց այնուամենայնիվ, եթե այսօր ունենայիր հնարավորություն երկրորդ մասնագիտություն ձեռք բերել կամ 0-ից ընտրել, ինչը կլիներ դա։ Ես եթե 0-ից սկսելու լինեի, ես նույն ճանապարհը կանցնեի, միանշանակ։ Չնայած որ հիմա մի քիչ հոգնել եմ, ինչ որտեղ ինչ որ ուրիշ ուղղություններ եմ դիտարկում, բայց դրանք ավելի հոբիի մակարդակով են ու որպես մասնագիտացում ես վստահաբար նորից կդառնայի ծրագրավորող։ Իսկ եթե ալտերնատիվա լիներ, դա կլիներ իրավաբանությունը։ Դե կարծում եմ այս դարում ուշ չէ երբեք երկրորդ ստանալ այդ, հա, մասնագիտությունը։ Երևի ոչ իրավաբան, իհարկե, բայց հա, ոչինչ չի խանգարում զբաղվել ինչ-որ հոբիներով։ Այդ process-ում ես, դու երկրորդ մասնագիտության ես գնում, որ մասնագիտության մասն է խոսքը։ Ես հասել եմ ինչ-որ պահի, որտեղ երևի ճիշտ է, որ սկսես կառավարել սովորել, այն ինչ որ անում ես, ու նմանատիպ մարդկանց, որ ոնց որ ես էի, կարողանալ ճիշտ կառավարել, որովհետև երբ որ դու բարեկամների մի կողմում ես, հասկանում ես ինչքան կարևոր է, որ քեզ ճիշտ ուղղորդեն, բայց չճնշեն քո մենեջերները, ու ավելի լավ չես կարող դու դրան աջակցել, քան թե դու դառնալ որևէ մեկը, որը որ ինքը կկարողանա իր ենթակայության տակ գտնվող մարդկանց ուղղորդել, աջակցնել ու մենեջ անել։ Այո, այո։ 3 տարի առաջ դու հայտնվեցիր Բեռլինում։ Ստացել էիր հրավեր Amazon ընկերությունից եւ մեկնել էիր ամուսնուդ հետ Բեռլին։ Բեռլինում ինչը քեզ զարմացրեց, ուրախացրեց, հիասթափեցրեց։ Շատ։ Եթե վերցնենք հենց երկիրը ու քաղաքը։ Հա։ Դե իմ կարծիքով երկիրը ու քաղաքը դա մարդիկ են բոլոր պարագաներում ու այնտեղի մարդիկ փողոցում քեզ վրա չեն նայում, եթե մի նախադասությամբ ձևակերպես։ Հայաստանում բոլորը գեղեցիկ են, բոլորը խնամված են, բոլորը շուք ունեն իրենց եւ այլն, ու դա տանում է նրան, որ մարդիկ իրար փողոցում նայում են, տեսնում են, նկատում են, այո։ Իսկ Գերմանիայում դու ինչ որտեղ անտեսանել ես ու դա եւ իր վատ կողմը ունի եւ լավ, լիքը կոմպլեքս ասված է, լիքը կոմպլեքսներից դու Բեռլինում հայտնվելով ազատվում ես, որովհետեւ հասկանում ես, որ մարդկանց իրականում դու հետաքրքիր չես առհասարակ, բայց ինչ որ պահի դու նաեւ դրանից հոգնում ես ու ուզում ես լինել տեսնված, նկատված, այո։ Գիտես, շատերի համար Amazon-ում աշխատելը դա երազանք է։ Քեզ համար ինչ էր, երազանք թե մարտահրավեր։ Ոչ են, իմ համար դա զուգադիպություն էր ուղղակի։ Ահա, կպատմես։ Ես առհասարակ պլաններ չունեի ոչ աշխատատեղը փոխելու, առավել եւս երկիրը։ Ինձ գրեցին Amazon-ից 2 անգամ, ընդ որում առաջին անգամ ես նրանց չէի տեսել եւ փաստացի արհամարել էի։ Իսկ երկրորդ անգամ երբ որ նրանք ինձ դիմեցին, ճիշտ ասած, ամոթուց պատասխանել եմ իրենց, վստահ լինելով, որ դա կամ սխալմունք է, կամ իրանք առհասարակ Amazon-ը չեն, հիմա շատ է սկամ ասվածը տարածված։ Հետո երբ որ իրանք ինձ առաջարկեցին անցնել առաջին թեստը, երկրորդ թեստը, երրորդ թեստը, ամեն պահին ես մտածում էի, որ դե լավ, հետաքրքիր է, տեսնեմ ինչ է, մեկը ի վերջո ասելու են չէ, ի վերջո մերժելու են եւ ես վերադառնամ իմ բնականon կյանքին, բայց այդպես չստացվեց։ Ու այն պահին, երբ որ ինձ աշխատանքի առաջարկ արեցին, ես արդեն մի քիչ շատ էի խորացած այս ամենի մեջ, որ կոպիտ ասած հետ գնամ եւ այս ամեն ինչը մոռանամ ուղղակի։ Այդ կյանքը արտասահմանում ինչ է սովորեցրել քեզ եւ որպես անհատի եւ որպես մասնագետի։ Որպես անհատ երևի որ չկա
տենց ամբողջովին անհնարին բան, ինչքան որ դա իդեալիստական կհնչի, բայց իրոք չկա անհնարին ոչ մի բան, եթե դու աշխատում ես այդ ուղղությամբ ու փորձում ես ու պատկերացնում ես, թե դու ինչ ես ուզում։ Իսկ որպես մասնագետ ես հասկացա, թե ինչքան մեծ է աշխարհը եւ ինչքան տարբեր է մասշտաբները, փոքրից մեծ։ Դա ուղղակի sense շոկային էր, երբ որ դու հայտնվում ես այդքան հսկայական կազմակերպությունում, գրեթե ոչինչ, ինչ որ դու անում ես մինչև այդ պահը, նույնը չի լինում։ Այսինքն 0-ից, հա, ոնց որ ամեն զրոյացավ եւ 0-ից ինչ որ դու սկսեցիր դաստիարակվել եւ անցալել, հա, այդ աշխատակերպը։ Հենց դաստիարակվել, որովհետեւ մասնագիտական ինչ որ կողմերից բնականաբար ոչինչ 0-ից չէր սկսում, բայց մենթալիտետ որպես ու մոտեցում մարդկանց հետ շփման, լրիվ կարելի ասել լրիվ 0-ից ես դու սկսում քո ճանապարհը։ Այո, դու մինչև այնտեղ հայտնվել լսել էիր տարբեր վախենալու կարծիքներ, որ մթնոլորտը այնտեղ ծանր է, որ մարդկանց հարաբերությունները, ես նկատի ունեմ Amazon-ը կոնկրետ, որ Amazon-ի մոտեցումը մարդկանց ընտրողական է եւ թիմի մասնակիցները, հա, թիմի աշխատողները անդադ ինչ որ կոնֆլիկտային իրավիճակներում են հայտնվում, բայց դու գնացիր եւ հայտնաբերեցիր, որ դա ճիշտ հակառակն էր։ Քո բախտը շատ բերեց թիմի առումով։ Այո։ Իմ բախտը շատ բերեց եւ լոկացիայի, որը որ ԱՄՆ-ն չէր, եւ հենց թիմի առումով շատ տարբեր է։ Ես տեսա այն ինչի մասին որ խոսում են, վատը, բայց բախտի բերումով ես դրա հետ չառնչվեցի անմիջականորեն։ Դա շատ երևի ամբողջովին գալիս էր ուղղակի մարդկային ֆակտորից, մենեջերների, այսինքն իմ անմիջական եւ իր մենեջերի եւ այդպես շարքով այդ մարդկանց կառավարման ոճից, որը որ նաեւ մի պատճառ էր, թե ինչի ես որոշեցի, որ պետքա ճիշտ կառավարել սովորել։ Այո։ Քո թիմակիցները գերմանացիներ էին։ Ոչ, մեր թիմում առհասարակ չկար գերմանացի, չնայած որ մենք Գերմանիայի սրտում էինք գտնվում։ Մեկ հոգի ինքը օֆիցիալ մեր թիմից չէր նույնիսկ։ Եվ ինչ որ բայ ստատիստիկա հավաքեցինք եւ հասկացանք, որ մեր թիմում չկա 2 հոգի, որը որ նույն ազգի ներկայացուցիչ լինի։ Ու դա իրականում շատ հետաքրքիր փորձ էր մարդկանց հնարավոր տարբեր բոլոր մարդկանց հետ առնչվելու ու ամեն մեկի հետ յուրովի լեզու գտնելու։ Հա, կերպարներ էին, ամեն մեկը քո պատմելով շատ հետաքրքիր եւ յուրօրինակ անհատեր եւ անձնավորություն եւ մեծ մասը իրոք լուրջ լավ մասնագետներ էին, չէ՞, շատ խելացի։ Այո։ Չնայած որ ինչպես ամենտեղ այդպես էլ Amazon-ում բոլորը չեն այդպեսին եւ ամենտեղ կան խնդրահարույց, այո, ներկայացուցիչներ, բայց գրեթե բոլորը իրենք հիացմունքի արժանի մասնագետներ էին, նույնիսկ այդ մակարդակի, հա։ Այո։ Բայց այնուամենայնիվ ինչ որ մի օր դու զարթնեցիր ու հասկացար, որ դու ուզում ես վերադառնալ հայրենիք։ Դա իրականում շատ օրեր էին։ Դա մի օր չէր, երևի մի կես տարի այնտեղ անցկացնելուց հետո ես գրեթե ամեն օր մտածում էի, թե արդյոք ես ճիշտ եմ առհասարակ, որ ես հիմա մնում եմ այստեղ։ Ու ինչ որ ֆակտորներ կային, որոնք որ ինձ պահում էին, բայց ինչ որ ֆակտորներ կային, որոնք որ ինձ շատ տուն էին կանչում, ու ի վերջո միգուցե ոչ այդքան օբյեկտիվ որոշում կայացրեցինք, որ պիտի վերադառնանք հայրենիք։ Այո, շատերի համար վերադարձը կայուն Եվրոպայից Հայաստան հնչում է շատ զարմանալի, բայց սա կինոյի կարծում եմ ինչ որ մի վերնագիր է, հա, նա վերադարձավ Բերլինից Հայաստան, բայց քո անձնական սյուժեն այստեղ ինչպիսին է։ Ես որպես IT մասնագետ երևի ունեմ լուրջ առավելություն, որ ինձ համար այդքան էլ կարևոր չի իմ գտնվելու վայրը, աշխատելու ու աճելու համար, իմ կարիերան ոչ մի ձևով ինքը ամրացված չի տեղից, ինքը ընդհանրապես ամրացված է այնտեղից, որտեղ Wi-Fi-ն է։
Դրա համար այդ առումով ինձ դժվար չէր այդ որոշում կայացնելը, չնայած որ ես պարզ հասկանում էի, որ Amazon-ից վերադառնալ Հայաստան, Amazon-ից, ոչ Գերմանիայից, դա նշանակում է ունենալ ինչ-որ եւ ֆինանսական եւ ուղղակի մասնագիտական անկում ինչ որտեղ, բայց այնուամենայնիվ ես համարում եմ, որ մենք պիտի հնարավորինս, եթե կա փոքր թեկուզ հնարավորություն, վերադառնանք մեր երկիր ու այն ինչ որ սովորել ենք մեր դուրսը, կիրառենք այստեղ ու միգուցե ստեղծենք կազմակերպություն, որը որ ունենա Amazon-ից իմ վերցած լավ արժեքները եւ չունենա վատ արժեքները։ Ինչ ես կարծում, ձեզ վերադարձրել է հայրենիք, լեզուն, մթնոլորտը, էներգետիկան, մարդիկ եւ եղանակը։ Ես կարծում եմ, որ հարավային մարդու համար շատ ծանր է հյուսիսում հայտնվելը, հա, եւ անդադ այդ մռայլության մեջ։ Հա, պարզվեց, որ արև տեսնելը ինքը շատ պրինցիպիալ հարց է մեզ համար, մեր բոլորի համար, որովհետեւ Բերլինի եղանակը մոտ է Լոնդոնի եղանակին, այսինքն այնտեղ միշտ անձրևներ են, միշտ անպամած է ու դա բերում է շատ լուրջ դեպրեսիայի, ինչ որտեղ նույնիսկ։ Քո կուտակած գերմանական բեքգրաունդից ինչ կներդնես դու Հայաստանի մեջ, Հայաստանի, չգիտեմ, IT-ի մեջ, բիզնեսի մեջ, ինչն է դա։ Ես այնտեղ շատ կարևորում եի մարդկային շփման ձևը, ոնց արդեն նշեցի, այնտեղ ու այստեղ այդ կորպորատիվ խոսելաձև մոտեցում ու շփվելու ձևը շատ տարբերվում է ու ես շատ կուզեի, որ Հայաստանը միգուցե ժամանակի հետ ներդներ եւ ունենար այդ նույն հարգանքը դիմացինի հանդեպ, որը որ հարգանքը եւ սահմանները, որոնք որ այնտեղ շատ լրջորեն հարգվում եւ դրանց ուշադրություն էր դարձվում, իսկ այստեղ ցավոք ինչ որտեղ մենք տեսնում ենք ավելի միգուցե հարազատ, բայց ինչ որ պահերի նաև ավելի անհարգալից մոտեցում իրար ժամանակի, իրար ուղղակի անձնային հարցերի եւ այլն նմանատիպ այդպիսի բաների։ Ինչու են գնում հայերը քո կարծիքով, մասնավորապես քո սերնդի ներկայացուցիչները։ Դե բարդ է ասել, որովհետեւ ես վերադարձել եմ, չգիտեմ, բայց ես ունեմ ծանոթներ ու ընկերներ, որոնք որ գնում են հիմնականում ապագայի հանդեպ անվստահության պատճառով եւ այդ մարդիկ ասում են, որ իրենք չգիտեն, որ ունենան երեխա, այդ երեխան որտեղ պիտի սովորի, եթե այդ երեխան հիվանդանա, որտեղ իրեն պիտի բուժեն, հետո որտեղ նա պիտի ստանա իր դիպլոմը եւ այլն։ Այսինքն ինֆրաստրուկտուրայի եւ կանոնության լուրջ հարցեր են տալիս մարդիկ, որոնք որ արդարացված են իրականում, ցավոք, բայց դա բոլորը պրիորիտետների հարց է։ Հայաստանում ինչ պրիորիտետներ կան քեզ համար, բացի մարդկանցից եւ եղանակից։ Իրականում մարդիկ են գերակշռող պրիորիտետը իմ համար, որովհետև դժվար է Գերմանիայի հետ ոտք գցել ինֆրաստրուկտուրայի մասով եւ սոցիալական կայունության եւ ապահովության մասով, բայց այստեղ մենք ունենք մարդիկ, որոնք որ հարազատ են մեզ եւ նաեւ մարդիկ, որոնք որ ուղակի որպես հայրենակից մոտենում են քեզ ջերմությամբ ու ջիգարով, այսպես ասած, որը որ այնտեղ չկա։ Կարիշ, ես անցնում եմ ավելի անձնական հարցերի, երբ մտածում ես ապագայի մասին, ինչպիսին ես պատկերացնում իմ ու քո զրույցը 10 տարի անց։ Նույն ձև, ես հույս ունեմ ու վստահ եմ, որ նույն ձև կլինի։ Դա ինչպիսին է այդ նույն ձևը։ Ջերմ։ Իհարկե։ Կա ինչ-որ բան, որ երբեք ինձ չես ասել, բայց կամերայի առջև կցանկանայիր ասել։ Երևի ասել եմ, բայց ես քեզնով հպարտանում եմ։ Շնորհակալություն, հուզվեցի շատ։
Ինչ է նշանակում քեզ համար տուն բառը։ Ինձ համար ինչպես շատ բաներ է, ոնց բացահայտեցինք, տունն էլ է մարդիկ։ Եթե մեր կապը նկարագրեիր 1-2 խոսքով, ինչպես կնկարագրեիր։ Պարզ ու թափանցիկ։ Ինչ կցանկանայիր, որ իմ ու քո մեջ լիներ հավերժ։ Հավերժ ես կուզենայի, որ մեր մտերմությունը ու իրար մեջքի կանգնելը լինի հավերժ։ Երբ մոտ ապագայում դառնաս մայրիկ, կցանկանաս, որ կրկնօրինակես քո մայրիկին երեխա դաստիարակելուց։ Հա։ Ես կուզենամ, որ իմ երեխան ինձ վստահի ու անկեղծ լինի ու չվախենա, որ ինչ որ բան, որը որ ինքը սխալ է արել, ես իրան չեմ պաշտպանի, չեմ ուզենա, որ ինքը այդպեսի բան մտածի։ Շնորհակալություն, հուզվեցի շատ։ Ես էլ